որոշումը ձեռքաբերվել բաց աղբյուրներից, շահստակեցնելով թե կոնկրետ որ աղբյուրից է դա ձեռքբերվել, այսինքն Լրություն պահպանեք, լրություն դատարանը ձեզ խոսք կտա, հիմա հայտարարությունանը մեղադերը շարունակեք։ Նշվել է, որ ձեռքաբերվել այդ որոշումը բաց աղբյուրներից, չնշելով թե կոնկրետ որ հղումով, որ կայքից, որ աղբյուրից է ձեռքբերվել այդ որոշումը, եւ որպեսզի մենք հավաստիանանք, որ մենք գործ ունենք իրական աղբյուրի եւ իրական որոշման հետ, կարծում եմ, որ գործի նյութերին պետք է գծված լիներ ամբողջ գործի փաթեթը, այդ թվում եւ որոշումը, որը պետք է արգելված լիներ սահմանադրական դատարանից եւ բոլոր հատուկ կարծիքները։ Դատարանի ուշադրությունը նաեւ ուզում ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ սույն որոշման եզրափակիչ մասը հրապարակվել է սեպտեմբերի 24-ին, նույն օրը, երբ որ Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, իսկ որոշման ամբողջ մասը, ամբողջական մասը հրապարակվել է սեպտեմբերի 26-ին, ճիշտ նույն օրը, երբ որ Նյու Յորքում տեղի ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ես ինչի եմ սա նշում, որովհետև բազմիցս իմ խոսքում ես խոսել եմ ենթադրյալ դավաճանության փաստի մասին եւ դատարանի ուշադրությունը ուզում եմ հրավիրել այս տրամաբանական քաղաքի վրա։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Դատարանը հաշվի առնելով, որ